Անցած գիշեր դարձյալ անհանգիստ է եղել հայ-ադրբեջանական սահմանը, հակառակորդի գնդակից վիրավորվել է Վերքաբերդցի մի երիտասարդ։ Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին հայտարարվել է նկատողություն։ Հերթական բողոքի ակցիան է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության շենքի դիմաց, նայիրիտի աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձերը։ Ով է իրական վերահսկողության տակ վայելու Ֆիննախի Բեկի և Ֆիննախի միավորումից հետո։ Անցած գիշեր դարձյալ անհանգիստ է եղել հայ-ադրբեջանական սահմանը, ամբողջ գիշերվա ընթացքում թշնամին կրակահերթեր է արձակել Տավուշի մարզի գյուղերի ուղղությամբ։ Մերկաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանը Գալայի հետ զրույցում պատմել է, որ կրակոցները շարունակվել են նաև այսօր առավոտյան։ Տուժել է գյուղի երիտասարդներից մեկը, Աղասիթ Համրազյանը, ում դիպուկահարն է խփել այն պահին, երբ տղան ջրամբարի մոտ ձուկ որսալիս է եղել։ Գնդակը վնասել է նրա ոտքը, կյանքին սակայն վտանգ չի սպառնում, նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Նայիրիտ գործարան Փակbaşնետիրական ընկերության աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձերը, նրանք այսօր հերթական անգամ բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց։ Գործարանի աշխատակազմն ակնկալում է հստակ պատասխան վարչապետ Հովիկ Աբրահամյանից, թե արդյոք կառավարությունը մարելու է գործարանի աշխատակիցների աշխատավարձի պարտքը, թե ոչ։ Նշենք, որ աշխատավարձի ընդհանուր պարտքը մոտ 15 միլիոն դոլար է կազմում։ Գործարանի աշխատակիցները նշեցին, որ եթե նախկինում իրենք մտածում էին գործարանի վերագործարկման մասին, ապա այսօր արդեն հիասթափված են։ Վերագործարկման հեռանկարներ չեն տեսնում եւ հետեւաբար պահանջում են ամբողջ աշխատավարձային պարտքը։ Մեզ խոստացավ, որ մեկ ամսվա կմտածեք եւ մեկ ամսվա աշխատավարձ։ Բայց դա է ձեր գլխավոր բանը։ Ոչ, լրիվ։ Բոլոր աշխատավարձը տան։ Ինչքան պարտք են տան։ Հիշեցնենք, որ ավելի վաղ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվան Զախարյանը հայտարարել էր, որ կառավարությունը մինչեւ տարեվերջ կմարի գործարանի աշխատակիցների աշխատավարձի պարտքը, իսկ ավելի ուշ հայտարարել էր, որ այդ խոստումը չեն կարող կատարել, քանի որ իրավական հիմնավորում չկա։ Բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսին ընդունեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Հանդիպման ընթացքում գործարանի արմիության նախագահ Հրաշք Թադևոսյանը փոխանցեց աշխատակիցների բողոքները, կուտակվել է հսկայական պարտք, առաջարկում են կազմել ժամանակացույց եւ ըստ այդ մել կատարել վճարումները։ Որոշակի этаպներով այդ խնդրին պետք է լուծում տրվել, այն մասով որ այդ մարդիկ պիտի աշխատավարձը ստանան եւ շոշափում են այլ մամուլում, որ չաշխատող գործարանում այդքան հումաններ որտեղից առաջարկել պարտքերը, աշխատել են գլխավոր տնօրենները ստեղծած ասում մենք արդեն 3 տարի գործարանի վերակառուցման ծրագրով որ ծրագիր են ունեն, մոտ 30-40% աշխատանք են տարել մեր ռեսուրսների ռեսուրսների հաշվին։ Բյուջեում Նայիրիտ գործարանի աշխատակիցների աշխատավարձի ամբողջ պարտքի մարման համար գումարներ հատկացված չեն, պատասխանեց վարչապետը, հավելելով դեմ է, երբ չաշխատող գործարանի տնօրենը բարձր աշխատավարձ է ստանում։ Ասում են, որ գիտեք, մեր պարտքերը թակել։ Ես գտնում, որ դա ճիշտ է ասում, ունեք բարոյական իրավունք է, որ դա իրավունք ունեք, պահանջում ձեր աշխատավարձը, բայց ոչ վարչապետից, ոչ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի։ Դուք ունեք տնօրենների ֆորում, որոնք պատասխանատու են տնօրեն, որ աշխատավարձ են կազմել։ Հովիկ Աբրահամյանը նաև նշեց, որ կառավարությունը համաշխարհային բանկին խնդրել է, որպեսզի նրանք մասնագետներ հրավիրեն, ովքեր տարբերակներ կառաջարկեն, թե ինչպես են պատկերացնում Նայիրիտի ապագան, հնարավորություն կլինի գործարկել գործարանը, թե ոչ։ Նաև 2000-ից ավել մարդիկ են աշխատում եւ որպես վարչապետ, որպես կառավարություն մեզ համար նաև կարևոր է, որ մարդիկ իրենց աշխատանքը չկորցնեն, ունենան աշխատանք։ Երվան Զախարյանն էլ ներկայացրեց առաջարկներ խնդրի վերաբերյալ։ Առայժմ հստակ է, աշխատակիցները կստանան 2 ամսվա աշխատավարձ։ Հարցի վերջնական լուծումը նայիրիցիների խոսքերով իրենք կփնտրեն իրավական հարթությունում։ Տարեսկիզն էր, երբ դեռ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն ու ՊԿ առանձին գործող կառույցներ էին։ Ֆիննախի վերահսկողության տեսչության արդեն նախկին ղեկավար Սոնա Ղարիբյանը հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ։ 2013 թվականի հունվարից մինչև մայիս ընկած ժամանակահատվածի համար կոմիտեի կողմից ծառայությանը ներկայացրած այս 2 ծրագրերով փոխհատուցման ենթակա գումարները ավել են ներկայացվել ընդամենը 584.7 միլիոն դրամով։
Սա հիշեցնենք այն շրջանն էր, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Տիգրան Սարգսյանը, իսկ ֆինանսների նախարարինը նրա սանիկ Դավիթ Սարգսյանը։ Աղմկոտ այս պատմությունից հետո Սերժ Սարգսյանի հրամանով նույն տարվա մայիսի 5-ին ՊԵԿ-ն ու ֆինանսների նախարարությունը միավորվեցին։ Գագիկ Խաչատրյանի գլխավորած կառույցում հայտնաբերված խախտումների մասին այլևս չխոսվեց։ Այս գործերը բացահայտվեցին այնքանով, որ բացահայտողներն այլևս տեղերում չէին։ Հանրապետության նախագահանի շնորհակալություն եմ հայտնում պարոն Սարգսյան։ Միավորման արդյունքում մասսայական կրճատումների զոհը դարձան ոչ թե ՊԵԿ-ի, այլ ֆինանսների նախարարության աշխատակիցները։ Ամիսներ առաջ Ֆիննախի արած բացահայտումների հետքերով Գալան փորձեց պարզել, թե ՊԵԿ-ի այլ ստորաբաժանումներն այս ընթացքում ենթարկվել են արդյոք ստուգման։ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մամլոխոսնակ Նելի Մանուչարյանը հորդորեց գրավոր ուղարկել հարցադրումները, իսկ նախարարության ֆինանսա-բյուջետային վերահսկողության տեսչության պետի տեղակալ Վարուժան Փադանյանը ասաց. Ես չգիտեմ Սոնա Ղարիբյանն ինչ է հայտարարել, ոնց է հայտարարել, ինչ չարաշահումների մասին է խոսքը, որտեղից եք վերցրել, որ չարաշահում է եղել, նման չարաշահում ձեր ասած տարբերակով ես չեմ ընկալում։ Սոնա Ղարիբյանն, ով բնականաբար այժմ չի աշխատում ֆինանսների նախարարությունում, Գալայի հետ զրույցում նշեց. «Էն օրվանից չեմ աշխատում, երբ որ ընդհանուր կոլեկտիվը դուրս մնաց»։ Իր օրոք արձանագրված ակտերի ճակատագրից տեղյակ չէ, ասում է ֆինանսների նախարարությունը թող պատասխանի, թե ստուգումներից հետո ինչ եղավ։ Գալայի հետ զրույցում տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը անդրադառնալով հարցին, թե որ դեպքում կարող ենք հույս ունենալ, որ Գագիկ Խաչատրյանի գլխավորած կառույցում, ասենք Ֆիննախի համապատասխան բաժինը կանի ստուգումներ եւ կոնկրետ հասցեատերեր կկրեն պատասխանատվություն, կարծիք հայտնեց, որ դա անուղղելի լավատեսություն է։ Դրանք օղակներ են, որոնց միջոցով իշխանավորները փորձում են հսկողության տակ պահել տնտեսական դաշտը քաղաքական դեմքերին, իսկ մեզ մոտ քաղաքական ու տնտեսական շրջանակները շատ մեծ չափով նույնացված են։ Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանն երեկոյան ծեծի է ենթարկվել։ Նա պատմել է, որ անհայտ անձինք երեկոյան զանգահարել են իրեն ու հրավիրել զրուցելու։ Այնուհետ, երբ նա դուրս է եկել տնից, առնվազն 2 անձանոթ հարձակվել են նրա վրա, հարվածներ հասցրել ու գցել գետնին։ Փիլիպոսյանի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում եւ կրծքավանդակի սալջարդ։ Վերջինս միջադեպը կապում է իր քաղաքական գործունեության հետ։ Ոստիկանությունը պարզել է կասկածյալների ինքնությունը, նրանք են Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչներ Պարքև եւ Ռոման Մանուկյանները։ Հիշեցնենք, 2 օր առաջ բազմահարկ շենքի մուտքում ծեծի է ենթարկվել նաեւ Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Ոստիկանության լրատվության բաժնի պետ Աշոտ Աղարոնյանը մեծ զրույցում ասաց, որ միայն նախաքննությունը կարող է հաստատել կամ հերքել կապը այս դեպքերի միջև։ Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանին հայտարարվել է նկատողություն։ Ոստիկանության պաշտոնական կայքէջը վստահեցնում է, որ լրատվամիջոցներում Երանոսյանի վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ նշանակված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ ոստիկանության զորքերի հրամանատարը չի ցուցաբերել զսպվածություն եւ լրագրողի հետ հեռախոսազրույցի ընթացքում կատարել է անհարկի մեկնաբանություն, դրանով իսկ խախտելով ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները։ Համաձայն մամուլի հրապարակումների Երանոսյանը մասնավորապես հայտարարել է մեջբերում եմ. այս երկրում ով լինի իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որևիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես։ Հայաստանի եզդի համայնքը ցանկանում է ներկայացուցիչ ունենալ ազգային ժողովում։ Այս մասին հայտարարել է Սինջար եզդիների միավորում հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին։ Նա տեղեկացրել է, որ Սինջար եզդիների միավորումը եւ մի քանի այլ կազմակերպություններ այս հարցով պատրաստվում են դիմել Սերժ Սարգսյանին, ինչպես նաեւ ստորագրահավաք սկսել։ Վաղը Հայաստանի 26 համայնքներում կանցկացվեն համայնքի ղեկավարի եւ 9 համայնքներում ավագանու անդամի ընտրություններ։ Համայնքի ղեկավար են ընտրում Արարատի մարզի Վերին Դվին, Գեղարքունիքի մարզի Գետիկ եւ Նորաբակ, Սյունիքի մարզի Ձորաստան եւ Կուրիս, Կոտայքի մարզի Չարենցավան եւ Խաղսի Տավուշի մարզի Սարիգյուղ եւ Լուսահովիտ, Լոռու մարզի Վահագնի, Արտվի եւ Մեղվահովիտ Արագածոտնի մարզի Հացաշեն, Գեղատիր եւ Ճարճակիս համայնքներում։ Շիրակի մարզի Կրասար, Արմավիրի մարզի Ջրաշեն, Արևադաշտ, Բերկաշատ, Գեղակերտ, Լեռնամերձ, Դաշտ, Ծաղկունք եւ Շահումյանի Թշնավ
Ֆաբրիկա, Վայոց ձորի Ռինդ եւ Թարաթումբ համայնքներում։ Նշենք, որ 11 համայնքներում ընտրությունները կանցնեն առանց մրցակցության։ Առաջադրվել կամ մնացել են ընդամենը մեկական տեխնացուներ, մեծ մասը համայնքի գործող ղեկավարներն են։ Նրանցից 9 հանրապետական է, 2 անկուսակցական։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, թեժ մրցապայքար սպասում է Կոտայքի մարզի Քաղցի համայնքում։ Այստեղ իրար հետ մրցում են 2 տեխնացուներ հանրապետական կուսակցությունից՝ Սեդրակ Դավթյանն ու Սահակ Ալեքսանյանը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի հետ կհանդիպի դեկտեմբերի 15-ին։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի մամլոքարտուղար Մարի Հարֆը։ Հանդիպման գլխավոր նպատակն է քննարկել ընթացիկ իրավիճակն Իսրայելում եւ ընդհանուր մերձավոր արևելյան տարածաշրջանում։ Ենթադրվում է կքննարկվի նաեւ Սիրիայում եւ Ուկրաինայում իրավիճակի հետ կապված մի շարք հարցեր։ Ավելի վաղ հաղորդում էր, որ Լավրովի եւ Քերիի հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը չի հանդիպել Տիբետի հոգևոր առաջնորդ Դալայ Լամայի հետ, որպեսզի չփչացնի Չինաստանի հետ առանց այն էլ բարդ հարաբերությունները։ Տիբետի բուդդիստների հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը հայտարարել է, որ Դալայ Լաման վշտացած է, որ չի կարողանա հանդիպել Հռոմի Պապի հետ, սակայն չի ցանկանում որևէ մեկին անհարմարություն պատճառել։ Հիշեցնենք, Տիբետում ընդդեմ չինական ռեժիմի անհաջող ապստամբությունից հետո 1959 թվականին Հնդկաստան փախուստի դիմաց Դալայ Լամայի ու Հռոմի Պապի միջև վերջին հանդիպումը կայացել էր 2006 թվականին։ Այդ ժամանակ բուդդիստների առաջնորդը հանդիպել էր Բենեդիկտոս 16-րդի հետ։ Իսպանիայի խորհրդարանի 7 պատգամավորներ բողոքի ակցիա են կազմակերպել հասարակական անվտանգության մասին օրենքը քննարկելուց հետո։ Փակելով բերանները կտորներով նրանք կանգնած լսել են ելույթ ունեցողներին եւ համաձայնել են նստել միայն մի քանի անգամ նկատողություն ստանալուց հետո։ Այս մասին հայտնում են տեղելրատվական գործակալությունները։ Ըստ տեղեկությունների նոր օրենքը խստացնում է պատիժը հասարակական ակցիաներ իրականացնողների համար եւ արգելում է համացանցում տեղադրել ոստիկանների լուսանկարներ, անգամ եթե նրանք բռնություն են գործադրում։ Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Բեյթար Իլիդ բնակավայրում անհայտ անձը հարձակվել է երեխաների վրա եւ նրանց վրա ծծմբաթթու լցրել։ Իսրայելական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների համաձայն իսրայելցի զինվորականները վիրավորել են հարձակվողին։ Տեղում օգնություն է ցուցաբերվել 5 տուժածի, նրանք բոլորը մի ընտանիքի անդամներ են։ Վիրավորներից 3-ը 8-ից 10 տարեկան երեխաներ են, նրանք վերջույթների արվածքներ են ստացել։ 40-ամյա կնոջ դեմքն է ամբողջությամբ այրվել։ 5-րդ տուժածի մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում։ Այսպես կոչված իսլամի նահատակների բրիգադ խմբավորումը սոցկայքերում տեղադրել է Դամասկոսի Արվարձան հանդիսացող Դարայում ընդդեմ կառավարական ուժերի ձեռնարկվող ռազմական գործողությունների կադրեր։ Իսլամիստների տեղեկությունների համաձայն 17 տարբեր ապստամբ խմբավորումներ պայմանավորվել են մոռանալ թշնամանքի մասին ու Սիրիայի հարավում նախագահ Ասադի դեմ պայքարելու համար միասնական ռազմաճակատ ստեղծել։ Այդ խմբավորումների առաջնորդները համապատասխան համաձայնագիր են ստորագրել։ Նոր միավորումը կոչվում է Հարավային ռազմաճակատի կոալիցիա։ Կոալիցիայի առաջնորդների կարծիքով ջանքերի միավորումը կնպաստի, որպես նրանց Միացյալ Նահանգները աջակցի ռազմամտերքով ու գումարով։ Չնայած վերջին ամիսներին կառավարական զորքերը կարողացել են երկրի մի շարք շրջաններից դուրս մղել ապստամբներին, վերջիններիս վերահսկողության տակ է մնում Սիրիայի հարավում զգալի տարածքներ։ Միլիոնավոր շիա ուխտավորներ ժամանել են Իրաքի կենտրոնական Քերբելա քաղաք Արբային ամենամյա միջոցառմանը մասնակցելու համար։ Տոնը նվիրված է Իմամ Հուսեյնի հիշատակին, որը զոհվել է 7-րդ դարում Քերբելայի մոտ ճակատամարտում։ Այդ իրադարձությունը համարվում է իսլամի շիա եւ սուննի ճյուղերի բաժանվելու սկիզբը։ Շատ հավատացյալներ օրեր շարունակ ճանապարհ են անցել հաշվի չառնելով Դաեշի սուննի գրոհայինների սպառնալիքները, որոնք շիաներին հերետիկոսներ են համարում։ Քերբելայում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են։ Ինդոնեզիական Ջավա կղզու կենտրոնական հատվածում տեղի ունեցել խոշոր սողանք, ինչը դարձել է 1 տասնյակից ավելի մարդու մահվան եւ եւս 108 հոգու անհետացման պատճառ։ Ինչպես հայտնում են տեղելրատվամիջոցները, բնական աղետի հետևանքով քանդվել է 105 տուն։ Կեղտի հոսանքը գրոհել է Բանջանեգարա քաղաքը 3 երեկոյան։ Տեղաբնակներին տարհանել են, ներկայում ժամանակավոր կացարաններում է գտնվում 400-ից ավելի մարդ։ Ըստ տեղեկությունների, փրկարարական գործողությունները դժվարացել են այն պատճառով, որ տարհանման համար բոլոր ճանապարհները ոչնչացվել են։